Prof Alliance 17 տարի շուկայում խոշոր եւ միջին բիզնեսի հաշվապահության վարում հաշվապահական եւ հարկային ոլորտի խորհրդատվություն ակտիվների գույքագրում Prof Alliance Ախր ամեն օր գերեզմաններ գալ չի կարելի մա։ Պետք է թողես հոգին հանգստանա։ Այն ժամանակ ասում էիր 40-ից հետո արդեն ավելի ուշ կգաս։ Բայց ոնց տենում եմ բան չի փոխվել։ Ես միակ տեղն է, որտեղ ինձ հանգիստ եմ զգում։ Լավ էլի մամ, խնդրում եմ։ Արգամայի մասին չմտածեց։ Ախր ասում էր, չէ, միշտ միասին ենք լինելու, բայց խոստումը չկատարեց։ Մամ, խնդրում եմ, ինչ է քեզ վատամ էր հետ, չես սիրում էլ մեզ։ Մեղքի զգացումն է տանջում։ Հասկանում եմ ինչ ես ասում, մամ ջան, բայց դու ես իմ մաման, ես քեզ շատ եմ սիրում, խնդրում եմ, հանուն ինձ, հանուն Լուսեի, շատ եմ խնդրում մամ։ Մարամի զանգում եմ չի վերցնում, կարող է իմանաք ուր է։ Գերեզմաններում է լուրջ դիլինի։ Եթե ինքը զանգելի չի պատասխանում, ուրեմն Արգամի մոտ է։ Դե բայց այդպես չի լինի, ախր ամեն օր գնում է։ Համաձայն եմ։ Իսկ տան համար ինչ որոշվեց։ Լուսեն ասաց 40 քանցնի կհասկանան։ Հասկացել են արդեն վաճառում են։ Մարիամը ոչ այդ տուն մտա, ոչ կմտնի, առավել ևս չի լապրի։ Այդ վերջնական։ Կարծում եմ։ Գիտես ինչ, Արգամն ու Մարիամը մի հոգի մի մարմին էին։ Ուրիշ բան է, որ մարդ ժամանակին հեռանում է, բայց սենց Դե հա, հետո ես իմ Արգամը լավ մարդ էր։ Ինքը ինձ միշտ դուր է եկել։ ճիշտ ես։ Բայց մի անգամ իր կյանքում ընկավ փողի հետևից տեսար ուր հասավ։ Կարող է շատ դաժան հնչի, բայց ինչ ասեմ, ինձ թվում է ինքը ճիշտ որոշում կայացրեց։ Դե հասկանում եմ ինչ եք ասում։ Դուք ինչ որոշեցիք տան հետ կապված։ Դե Անայսը կտրականապես չի ուզում, որ վերադառնանք։ Ասում է հին թաղից լավ տեղ չկա։ Բայց ես նստել ենք, դու չես ուշանում, կհասցնես։ Կհասցնեմ։ Եղած տների ֆինանսավորման հարցը լուծված է։ Ուղղակի մնում է հասկանանք նոր կառուցվող տների վաճառքը ոնց ենք կազմակերպում։ Տես, այս երկու իրար մոտ տները, որ համել Սաթենի տանն են մոտ, արդեն գնորդ ունեն։ Իսկ ովքեր են ծանոթ մարդիկ են։ Նա դու ես ճանաչում, մեկը ծոց Մարիամի համար է, մեկն էլ Իզաբելի։ Դե որ Անայսը չեր ուզի հայրական տուն վերադառնալ, այդ հասկանալի էր։ Իզաբելն էլ պարզ է, որտեղ Անայսը այնտեղ ինքը։ Բայց որ մամատ կուզի հին թաղում ապրի։ Դե պապայից հետո ինքը չկարողացավ էլ մեր տանը մնալ։ Գիտես, մենք մեր մյուս տանն ենք մնում, բայց մաման երբեք էլ այդ տունը չի սիրել։ Դե հա, բայց հին թաղ։ Դե սկզբանը որոշված է եղել, որ սեփական տունը Արշակի համար է ու ինքը ամուսնանալուց հետո գնալու է այդտեղ։ Սաթենն էլ իր հետ միասին։ Համել
Այդ ձև ավելի մոտ կլինի ծոց Մարիամին։ Իսկ ինքը համաձայն է։ Համաձայն է։ Շատ լավ, այդ դեպքում մնում է 3 տուն։ Դե մենք գնորդ կգտնենք, մեկա ցանկացողները շատ են։ Մնում է այգու մասը հասկանանք։ Երեխեք ես քննությունից շատ եմ վախենում։ Ամբողջ գիշեր պիտի պարապեմ, որ վստահ լինեմ։ Վիկիմ հետ կմտնես, ես պարապել եմ։ Չէ Անայի, սպասի թող պարապի։ Հայլի թող պարապի, ոչ մեկ բան չասեց։ Քո մոտ ոնց է։ Կիսա քաղցր, բայց կարար ավելի լավը լիներ։ Այդ ընկերդ ինչ էքստերն հանձնեց գնաց, դու ծուլացել ես, հա։ Կա տենց բան, բայց ծեծել չկա։ Հա, Անայիս, մեր բժիշկ ընկերը շատ է ուշանալու, կարող է չգա։ Չէ, գալու անպայման, ինքը խոսք է տվել։ Իսկ հանդիպանը մենք բոլորով ենք գնում, թե դուք երկուսով կգնաք։ Դե մեր ուզել չուզելով չի։ Դուք կարա գաք, մենք սեստենից խոսելու ենք, ու հաստատ առանց ձեզ չենք մտնելու։ Ինձ մնա ես հենց հիմա կգնամ կսկսեմ պարապել։ Ձեզ էլ վստահում եմ գիտեմ ինչ պետքա կանեք։ Մեծ հաշվով ես էլ։ Դե մենք գնանք, դուք էլ գնացեք հանդիպման։ Որ վերջացնեք կզանգես, չէ Անայիս։ Որ վերջացնենք կհանդիպենք։ Եղավ, դե գնացինք ոնց։ Կներես, որ ուշացա։ Լսի, քեզնից չի, դու երբեք չես ուշանում, հա բան չի եղել։ Եղել է, բայց լավ բան է եղել։ Ապա։ Հիշում ես, որ ասում էիր, եթե այս ամեն ինչի գիտեիր, ինչի շուտ չես եկել, ինչի շուտ չէիր պատմում ամեն ինչ։ Հա, իհարկե հիշում եմ, մենք Դավիթի հետ էլ էինք խոսում, բայց այդպես էլ չգտանք պատճառը։ Գիտես, ես մտածում էի, որ կյանքը իրանով Սուրենին կպատժի ու ես վերջապես կկարողանամ հանգիստ ապրել, Բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Այո։ Մոտս ուռուցք են հայտնաբերել, հանգիստ, բարորական։ Այսօր առավոտյան եմ իմացել, դրա համար ուշացա։ Բայց մինչև այս ամեն ինչը իմանալը պատկերացնում ես, չէ, ինչ վիճակում եմ եղել։ Դրա համար որոշել էիր քո ձեռքով իրականացնես, այդ պատիժը։ Հա, ես Մելինեին խոստացել էի, որ ամեն ինչ կանեմ, որպեսզի Սուրենը իր արժանին ստանա։ Ստանալը ստացավ, ուղղակի ցավոք են մարդուն էլ հետը տարավ։ Դա արդեն իր որոշումներ, Իզաբել։ Եթե կյանքում սխալներ ես գործում, կյանքը քեզ պատասխան է տալիս ու դու դրանից չես կարող խուսափես։ Դե, ճիշտ ես ասում։ Իսկ Տոմս վերցրեցիր, ասում էիր արդեն ուշանում ես, պիտի գնաս։ Դե լավ, երկար ժամանակով չեմ գնում, Աշխենին վերցնեմ ու գամ։ Լսի, իսկ այդ Աշխենի հայրը, ինքը նորմալ մարդ է։ Հա, բավականին խելացի մարդ է։ Հետաքրքիր անձնավորություն է, ահագին բիզնեսներ ունի Ռուսաստանում։ Ու նույնիսկ ասեմ ավելին, որոշել է այդ ամբողջը տեղափոխի Հայաստան։ Ասում է, ինչի օտարին ծառայի, եթե կարա իմ երկրում լինի։ Խելացի մարդ է, փաստորեն։ Շատ լավ մարդ է, կգա, կտեսնեք, կծանոթանաք։ Նույնիսկ հին թաղի հետ կապված անակնկալ ունի։ Յա, անակնկալ քեզ ասել է։ Հա, ու ես դες կասեմ, բայց ոչ մեկի չասեք։ Հա, վախացրեցիր դու էլ։ Այսինքն դու ինչ ասում ես, ես վազում եմ, տես բոլորին պատմում եմ։ Այն արհեստավորների փողոցի մասին, որ ասում էիք, որ ավել ներդրում լինի, ահագին լավ բան կստացվի։ Հա, հիշում եմ։ Այ ինքը որոշել է անի այդ ներդրումը։ Յա։ Լուրջ ես ասում։ Հա, լրիվ լուրջ։ Ձեր առողջ համարն է ուզել, կփոխանցեմ, կզանգի ու միասին կպայմանավորվեք։ Ապրես Լևոն ջան, շատ։ Ես ինչ, Աշխենին կասեք։ Այ ինքն է հորը պատմել, թե ոնց եք ամբողջ թաղով իրան օգնել։ Ու ընդհանրապես պատմել է այստեղի կոլորիտի մասին, ձեր մասին, թե ոնց եք բոլորդ անմնացորդ օգնել իրան։ Տիկին Սաթեն, բայց մի խնդրանք ունեմ միջև գնալս։ Որ ուզում ես իմանալ, արդեն ուշացել եմ։ Դավիթի համար էի ոտս կախկցում։ Իսկ վերջին չա որոշ է գալիս է քեզ հետ։ Դե նախնական պայմանավորվեցինք, որ իր համար եմ Տոմս վերցնելու, բայց դե վերջում ինչ կորոշվի, ինչ կփոխվի, չգիտեմ։ Իսկ երբ եք գնալու։ Վաղը։ Ոնց վաղը։ Դու նայ, որ ինձ բան չի ասել։
Ոչ արգամը կա, ոչ Սուրենը կա, ու այդ ջահելներն են ամբողջ օրը ընկերության հարցերով զբաղվում։ Իրար ամեն օր տեսնում են Լուսեն ու Դավիթը։ Որտեղ Լուսեն, այնտեղ էլ Արեգը։ Հա, ու ամեն անգամ Լուսեին հանդիպելուց հետո Դավիթը երկար լուր նստում է։ Իր համար հիմա դժվար է։ Չի մոռանում Լուսեին։ Հա, տղեն իսկապես սիրահարվել էր, բայց դե այդ ամեն ինչը երկար չէր տևի։ Հա, ճիշտ ես։ Այնքան եմ ուզում Դավիթին օգնած լինել, բայց չեմ կարող։ Ինքը շատ լավ մարդ է։ Շատ լավ մարդ է Դավիթը։ Մելինեի քթից թռած է։ Դե հիմա արդեն ամեն ինչ գիտես։ Իսկ քեզ չէր ասել, որովհետև մտածել էր, որ վերջում կասի։ Բայց ոնց որ թե ուրախ չես։ Դե ուրախ եմ, բայց գիտես, ամեն դեպքում մարդը էգոիստ արարած է։ Ես տխրում եմ, որովհետև Դավիթը Անայսին ուղղակի եղբայր չեղենք, շատ լավ եղբայր է եղել։ Չէ, մի տխրի։ Հեռավորությունը խոչընդոտ չի կարա դառնա։ Եթե իրանք լավ քույր ու եղբայր են, այդպես էլ կմնա։ Կարծում ասել եմ ձեզ, ես մեր տանավակ որդին եմ ու փոքր եղբայրս ավելի շուտ է ամուսնացել, մայրս իրանց հետ է ապրում։ Ես ու Աշխենն էլ որոշել ենք նոր տուն վերցնենք։ Լևոն ջան, բայց դու ասում էիր, որ առանձին ես ապրում։ Հա, ես 2 սենյականոց ունեմ, բայց քանի որ ես ու Աշխենը որոշել ենք, որ մենք շատ երեխաներ պիտի ունենանք, այդ 2 սենյակը մեզ հերիք չի։ Այսինքն ես շատ թորներ եմ, հա, ունենալու։ Շատ լավ է, շատ։ Բաներ է ասում հետո։ Հա, խնդրանքս։ Ուզում եի ասել, որ այստեղ հին թաղում կառուցվող այդ նոր տներից մի հատը պահիկ մեր համար։ Ես իմ 2 սենյականոցը արդեն վաճառքի եմ հանել ու մի քիչ էլ գումար կա, կավելացնեմ վրան ու այստեղ տուն կվերցնենք։ Շատ լավ է։ Շատ լավ է։ Գիտես, ինձ համար նենց կարևոր է, որ այդ կառուցվող շենքում լավ մարդիկ ապրեն, լավ հարևաններ լինեն, որ այս հին թաղի համն ու հոտը չգնա կորչի, մնա։ Մնալու է, չկասկածեք։ Տիկին Սաթեն, իսկ Համոյի տնից նորություն կա։ Համոյի տունը Իրանա մնալու, ինքը մասմաս այդ գումարը Սրապյանի կփակվի, իհարկե այս դեպքում արդեն ժառանգին։ Այդ տղան էլ տենց պայմանավորվել է, համաձայնել է, որ փոքր մասերով էլի համոն կփակի։ Լավ տղա է, գիտես այդ Դավիթը։ Շատ լավ է։ Մնացել եմ սենց։ Ես պիտի գնամ Մարիամին էլ տեսնեմ, հետդ դուրս գամ էլի։ Իհարկե, ոչ մի խնդիր։ 5 րոպե ու պատրաստ եմ։ Լուսե, ես շատ կարևոր բան եմ ուզում քեզ ասել։ Ես որոշել եմ Սերինեի հետ գնամ։ Կգնամ ինչ-որ ժամանակ կմնամ, հետո կհասկանամ։ Իսկ շինարարության հետ կապված հարցերը։ Դե պապայի բաժնեմասը ես արել եմ Անայսի անունով։ Ինչպես նաև իմ ձայնի իրավունքը կպատկանի իրեն, քանի դեռ էստեղ չեմ։ Իհարկե ինձ հետ խորհրդակցելուց հետո, բայց եթե օրինակ ասի, որ ինչ-որ բան դու ես առաջարկել, ես միանշանակ կհամաձայնվեմ առանց նայելու։ Շնորհակալ եմ վստահության համար, բայց ամեն դեպքում լավ կլինի, որ դու էլ նայես։ Չէ, վստահ եմ, որ կարիքը չի լինի։ Իսկ ձեզ մոտ ամեն ինչ լավ է։ Դե ես նկատի ունեմ այն, որ չէի ուզի ես կատարված իրադարձությունները ազդեն Արեգի վրա ու նա հանկարծ հրաժարվի քեզնից։ Չէ, չի ազդի, ուղղակի ցավը շատ էր։ Բայց դե ամեն դեպքում մենք որոշել ենք, որ միասին ենք լինելու։ Դե ուղղակի պապան Մի հուզվի Լուսե։ Հայրդ առաջին հերթին դա ձեր համար է արել։ Այդ իմ ցավը չի մեղում, ընդհակառակը շատացնում է։ Դե հասկանում եմ, բայց ոչինչ փոխել չենք կարող։ Քո հայրը շատ լավ մարդ էր։ Ես ցավում եմ, որ իմ հոր հետ իրենց ճանապարհները խաչվել են, որովհետև հնարավոր էր, որ ամեն ինչ ուրիշ ձև լիներ, եւ ձեր կյանքում եւ իմ։ Լավ, ես արդեն գնամ, Արեգը ուշացավ։ Ի դեպում պիտի տեսներ։
Կարծում եմ ոչ մեկ յուղակի երևի հասկացա, որ խոսել ես ուզում։ Սաթեններ զանգել, ասում այլի տունա ծախվել։ Ես վստահ եմ, որ մենք շատ լավ արդյունք ենք ունենալու։ Ու քանի որ Երևանում դեռ մի քանի հին թաղեր մնացել են, ես շատ կուզեմ, որ մեր ծրագիրը օրինակ դառնա նրանց համար։ Միանշանակ։ Լավ, ես գնամ, դեռ Անայսին պիտի տեսնեմ։ Բայց չասեցիր երբ ես գնալու։ Էական չի։ Լավ մնացեք։ Ամերիկա։ Դիտմամ դուրս եկար, չէ՞։ Շատ ուշացա, շատ է սպասել, Արգամի մոտ էր, չէ։ Սա ինչի եմ հարցնում, որ պարզ չի։ Ես քեզ իհարկե հասկանում եմ, Մարիամ ջան, բայց մեղք են երեխեքը, մի քիչ էլ երեխեքիդ մասին մտածի էլի։ Շնորհակալ եմ, որ չասեցիր աղջկադ մասին մտածի։ Լավ էլի, Մարիամ։ Արշակը իմ տան երեխան է, բայց դու ես իրան պահել, մեծացրել ու լավ ես պահել։ Ես դա երբեք չեմ ժպտի։ Շնորհակալ եմ։ Մեր գործերից խոսենք։ Տես ինչ եմ ասում։ Երբ հարմար գանք Լուսեին նշան դնենք։ Ես կուզեի մի անգամից հարսանիք անեինք, բայց դեն որ եկանք խոսքապ արեցինք, հենա նշաներ էլի։ Վայ լավ Մարիամ, ցավոք տոնեմ, խնդրում եմ քեզ։ Ես հասկանում եմ, որ մտքով մի քանի ամիս հետ գնացիր, այդ ամբողջ պատմությունը հիշեցիր, Արգամին հիշեցիր, բայց երեխեքը մեղք են։ Ես դիտմամ սպասեցի, որ Արգամի 40-ը անցնի, մեծ հարսանիք ոչ ենք անելու, տենց փոքր էլի։ Հա? Հա, ինչ կարծիքի ես։ Ես տխուր եմ, որովհետև ոչ մի բանով չեմ կարող օգնեմ։ Մի ասա տենց, շատ ես օգնում։ Մենակ եմ, որ գալիս ես ամեն օր մամային գրկում ես, գիտես ինչքան է ուրախանում։ Ուրախանում ա, որ ոնց որ միշտ տխուր լինի։ Հա, շատ է ուրախանում։ Ինձ էլ ասել, Լուսեին էլ։ Հաստատ։ Հաստատ։ Իսկ կարող ա ասես մեր հետ գա, իրար հետ ժամանակ անցկացնենք, մինտեղ կնստենք։ Չէ, չէր կարա։ Սաթենին պետքա տեսներ։ Դե Լուսեի ու Արգի պահով պետքա խոսային։ Հարսանիք։ Դավիթի համար ես տխրում։ Դե չեմ խափի, հա։ Դու գիտես Դավոն ինչքան է սիրում Լուսեին։ Դե հա, գիտեմ։ Բայց Լուսեինը Արեգն է։ Լսես ոնց կարող է մենք էլ նշանվենք։ Լուրջ։ Հա։ Ինձ որ նա ձեռքսդ հենց հիմա կբռնեմ կտանեմ։ Բայց դու ինչ ես մտածում։ Ամոթ կլինի, որ ասեմ ես էլ վազելով կգամ։ Չէ, ընդհակառակը շատ ասա, շուտ ասա։ Լուսեն ու Արեգը ոնց կորոշեն։ Լուսեն քեզ հետ չի խոսել։ Լուսեն երբ է ինձ նորմալ վիճակում տեսնում, որ մի հատ էլ մի բան խոսախեղճ երեխեն։ Դե լավ է, ինքդ էլ ասում ես։ Նա ինչ եմ ասում, արի օր որոշենք։ Մենք գանք ձեր տուն։
Մարիամ ջան, ես ասում եմ, որ դու հոգեպես պատրաստ լինես, էլի, հասկանում ես, անակնկալի չգաս։ Ես կարծում եմ, որ Արգամը դեմ չի լինի։ Արգամը հենց դրա համար էլ գնաց այդ քայլին, որ երեխեքին չխանգարի։ Հասկանում եմ, գիտեմ։ Ես էլ Արեգն էլ շատ լավ էինք վերաբերվում Արգամին, հարգում էինք։ Տես, երեխեքը որոշել են արդեն։ Իրանք ասում են գնանք եկեղեցի, դրանից հետո ամիջապես օդանավակայան կգնան, ամուսնական ճամփորդության կմեկնեն։ Մեկ էլ այդ որ նկարվում բան են անում, ֆոտոսեսիա է, ինչ է, էլի այդ։ Լավ է, չէ, նորմալ է։ Հա, ինչ ես ասում։ Գիտես, իհարկե կուզեի մեծ հարսանիք անենք, բայց դե ոչ մեկս էլ սիրտ չունենք։ Հա կարող է մի տարին անցներ Արգամի, բայց մեղք են երեխեքը։ Հա ծառ տանը։ Դե բայց ստիպված ենք դեռ սպասել։ Դեռ? Մի քիչ։ Շատ քիչ։ Իսկ դու արդեն ասել ես մամայիդ կամ Սաթենին։ Չէ, ոչ մեկին չեմ ասել։ Առաջինը քեզ եմ ասել։ Ինչի մտածում ես չեմ համաձայնվի։ Չէ, ուղղակի ուզում եմ առաջինը քեզ ասեի։ Երեխեք։ Դավ։ Ոնց եք։ Ես ինչ լուրջ բան էիք քննարկում։ Զգացվեց։ Հա, այն էլ ոնց։ Եթե բան կա, ասեք իմանամ։ Ուզում ենք նշանվենք։ Մենակ չասես շուտա։ Չէ, չեմ ասի։ Եթե որոշել եք, ուրեմն առաջ դեպի երջանկություն։ Ուրա։ Մի րոպե։ Պիկանա, հեսա կգամ։ Հավի։ Հա, Մարիամ ջան։ Լսի մտածում էի կարող հանդիպենք սրճենք։ Խոսելու բան ունես։ Լավ, ուրեմն հաստատ հանդիպենք, դու որտեղ ես։ Հա, ես կենտրոնում եմ, կարող եմ մոտենալ։ Հա, շատ լավ, դե դու այդտեղ մնա, ես կգամ։ Լավ, Մարիամ ջան, լավ։ Հիմա կգամ։ Նոնեչկա։ Չէի սպասում ինձ տեսնել։ Մի խոսեք էլի այդպես։ Ինչի նոնեչկա ջան։ Հանգուցյալ սիրեկանին չես հիշել։ Սիրեկան բառը էլ չասեք։ Ու հետո պարոն Սրապյանի անունը էլի մոտ չտակ։ Ինչի։ Արդեն նոր սեր է հայտնվել։ Լուսի, բացի դրանից ուզում էի հարցնել, ես ինչ հոգով վիճակը, Լուսի, դու երբեք այսքան ախնամ չես եղել։ Ախր նոր խնդրեցի որ այդպես չխոսեք։ Լավ, ինչ ա եղել։ Ինչ ես այս վիճակում։ Դե ինչ պիտի լինի։ Կարելի ասել փողոցում եմ մնացել։ Ո՞նց ես փողոցում մնացել։ Լուսի, դու տուն ունեիր, մեքենա ունեիր, ինչ եղավ քեզ։ Ունեի։ Բայց դե ոնց ասում են, ջրի բերած ջրի տարած էլի։ Մի խոսքով պարոն Սրապյանը չգիտեմ ոնց տանից ես տանս վկայականն ա թրցրել ու վաճառել ա տունս։ Առանց քո ստորագրության։ Այդ հարցերի պատասխանը մենակ ինքը գիտի։ Մի խոսքով հիմա փորձում եմ ամեն կերպ դատարանների դռներն ընկած տունս ինչ-որ կերպով հետ բերեմ, բայց չի ստացվում։ Լսիր, նոնեչկա, դե որ ասում եմ, որ մի քիչ պետքա քեզ զուս պահեիր, էլ ինձ չլսեցիր, տեսար։ Կյանքում գոնե մի անգամ կլինի սրտովս կնեք։ Հա, կլինի։ Մենակ գիտես ինչ էի ուզում ասել, դու մի տխի։
Կյանքը շատ լավ բան է, ինչ գիտես, կարող ես նոր սեր, սիրեկան հայտնվի ուղակի, խորհուրդ եմ քեզ տալիս։ Այս անգամ այս ամեն ինչից դաս կքաղես ու հաջորդ անգամ հեշտ ապրոստի ու մեկ էլ ամուսնացած տղամարդկանց հետևից չընկնես։ Լավ նոնեչկա։ Վերջացրեք։ Լավ մնացեք։ Արամ, ես վաղը գնում եմ։ Որոշեցիր։ Հա, տենց ավելի ճիշտ է։ Վստահ լինեմ, որ Անահիսը երջանիկ կլինի։ Հա, անկասկած։ Բայց էլ հետ չես գալու։ Դե չգիտեմ, կերևա։ Ես բաժնեմասերի մի մասը Անահիսին եմ թողել, իսկ մյուս մասով ինքը լիազորված անձ է լինելու։ Լուսեին էլ եմ ասել, ինքը տեղյակ է։ Ուղղակի ուզում եմ, որ ուշադիր լինես։ Դե ես գիտեմ, որ բժշկական ես ընդունվելու, բայց ձյաձարգամից հիշում եմ դեռ, որ ասում էր գործից լավ ես հասկանում։ Դե հա, հասկանում եմ, բայց ես ընդհանրապես խնդրում եմ, որ չվաճառեք դա։ Որովհետև հիմքում ընկած է մորս կապիտալը, իսկ ես ուզում եմ, որ ընկերությունը երկար տարիների կյանք ունենա։ հա, հասկացա։ Բայց ես իրականում ուզում եմ, որ դու հետ գաս, հավատա։ Հավատում եմ, ախպերս։ Բայց ասածիս հետ կապված անհոգ եղի։ Կանենք նենց ոնց դու ես ուզում։ Էս ինչ է եղել սենց գրկախ առնվել եք։ Հա, լսի։ Դու ասում էիր, որ ընկերներդ աշխատանք են, չէ՞, փնտրում։ Հա, Վիկան ու Արթուրը շատ լավ երեխեք են ու հաստատ լավ կաշխատեն։ Դե հասկացեք, ով որ բաժնում կարա աշխատի ու վերջ։ Կընդունես։ Իհարկե։ Տով։ Ապրես։ Դե հա, բան չի ասում, բայց ես զգում եմ։ Հետո այն օրը սենյակը հավաքելու ժամանակ դարակի վրա տուփի մեջ մատանի գտա։ Այդ մատանին ինքը վաղուց էր ուզում առներ Անահիսին նշան դնելու համար։ Ուղղակի սպասում էր, որ իր գումարով առներ։ Նշանի համար։ Հա։ Բայց զգում եմ, որ ձգձգվում է, որովհետև երևի իմ վիճակից ելնելով ոտքը կախակցում։ Չէ, հաստատ չի ասել, ինձ թվում է Անահիսը չգիտի, որովհետև մենք ընկերուհիների պես ենք, եթե Անահիսը իմանար, հաստատ ինձ էլ կասեր։ Չէ, հաստատ չգիտի Անահիսը։ Դե կարծում եմ այս քանի օրը հաստատ կխոսի Անահիսի հետ։ Ես զգում եմ։ Բայց ես քո հետ էի ուզում խոսել։ Դու դեմ չես, չէ՞։ Ոնց կարող եմ ես դեմ լինել, Մարամ։ Ես առաջին օրը, երբ որ Արամին տեսա, հասկացա ինքը հրաշք երեխա է։ Սկզբում մտածում էի, որ լավ կլինի գնա բանագա նոր ամուսնանան, բայց հետո գիտես ինչ եմ մտածում, հիմա կամ շուտ են ամուսնանում, կամ ընդհանրապես չեն ամուսնանում։ Ինքը ռազմական բժիշկ է ուզում դառնա, իսկ դա արդեն լրիվ ուրիշ ծառայության ձև է։ Դե վերջ, ուրեմն կսպասենք։ Մարամ, մեկ էլ մի հարց էի ուզում տալ քեզ։ Գիտի Լուսեն, որ Դավիթը վաղը պիտի գնա։ Վերջը Դավիթը գնում է։ Հա։ Երևի չէ, չգիտեմ։ Ոչինչ չի ասել, բայց ես իրան կասեմ։ Չէ, սերին է մի անհանգստացի, չենք ուշանա։ Հա, օֆիսից դուրս եմ եկել, տաքսին էլ կանչել եմ։ Հա, հեսա գալիս եմ, դու պատրաստ եղի մի 20 րոպեից այդտեղ կլինեմ։ Լավ։ Դավիթ։ Ես որ Իզաբելի չիմանայի առանց ասելու գնալու էի։ Դե մենք երեք հանդիպեցինք ու ինչ կար իրար ասելու, ասեցինք։ Շնորհակալ եմ քեզ։ Ինչի համար։ Ամեն ինչի։ Ու ես անկեղծ շատ եմ ուզում, որ դու երջանիկ լինես։ Կլինես, չէ՞։ Մենակ ես եկել։ Չէ, Արեգն է ինձ բերել, ինքը մեքենայի մեջ ինձ է սպասում։ Բայց ես քեզ լրիվ ուրիշ բան եմ ասում։ Կփորձեմ։ Չէ, փորձել չկա։ Ես արդեն քեզ ասեցի, գնում ես, քո համար լավ աղջիկ ես։ Գտնում ամուսանում ես ու հետ ես գալիս Հայաստան։
Ուզում ես որ հետ գամ։ Հա։ Դու շատ լավ մարդ ես, շատ լավ ընկեր ես, շատ լավ մասնագետ ես ու ես ու Արեգը քեզ սիրով կսպասենք հաստատ։ Որ գաս նոր թաղամասեր կառուցենք իրար հետ։